փաստը ներկանալը, փաստի ամեն ինչ բարձ օրինակ, էլ փաստը ո՞րն է, ինչ կարան դուք ասել։ Ինչքան ժամանակավոր է իրավիճակը նստել։ 15 օրը անընդհատ զանգում են, հա, գալիս սարքում են, այն վերևից իջա սարքում են, նորից նույն վիճակն է։ 15 օրը այս կարգավիճակն է։ Ամեն օր զանգում ենք, կգանք, տեղեկացված ենք, բայց ոչ գալիս են, ոչ էլ գնում են։ Այս վիճակով, այս է մեր վիճակը։ Ահավոր վիճակ, հնարավոր չի շնչել։ Եվ դպրոցները չեն կարողանում բացել, ավտոտված օդը ամբողջը մլակը մեր տանն է հիմա, չեն կարողանում ոչ մի բան, սարսափելի վիճակ է, ու այսի կոնկրետ վիրուսակիր վիճակ է մեր երեխեքի համար։ Պահանջում ենք լուծում։ Ոչ թե միայն շուտ։ Իսկ որտեղ եք դիմել, ասեցիք։ Շամշյանին ենք համ դիմել, ինքը ասես կգա, բայց դեռևս չկա, այսօր էլ եմ իր հետ կապնվել ու ելում ենք դիմել։ Վիոլա ջուրը գալիս է, լեսա վիոլա ջուրն է, խթանումը վիոլա ջուրերն են։ Վիոլա ջուրը գալի, վիոլա ջուրն է, ասում է, էսի մեր գործը չի։ Գալիս են, ասում են, բնակիչներն է մեղավոր եւ վերջ։ Բնակիչների վրա են գցում ու գնում։ Բայց բնակիչների վրա են գցում։ Բնակիչները կարող են պաստանցիայի մեջ ջուրը բացել են եւ կողոբա։ Չէ, պաստանցիայի բանը չի։ Աղբեն հանում, մի քան մի շոր, մի բան հանում, բան չունեն կարում։ Բայց ամենայն անմիջապես խնդրում եմ ֆիքսեք պատուհանները, որ հենց իր մոտ են գտնվում, չեն կարողանում առհասարակ տունը օդափոխենք, բացենք։ Դա ամենակարևոր հանգամանքն է այս պահին։ Բայց գլխավորապես խնդիրը երբ է հենց առաջացել։ Անցյալ տարվանից կա, բարբերաբար ինքը տարուց ավել արդեն, տարուց ավել։ Խնդիրը միշտ է եղել, այն մասը հատվածը եկան վերանորոգեցին, քանդեցին, շատ շնորհակալ ենք, բայց ամեն դեպքում այս կողմից այս խնդիրը տարուց ավել է։ Ինքնուրույն գալիս է, ինքնուրույն կտրվում է, այս ջուրը չենք հասկանում։ Վերջի անգամ երևի ամեն մեկս մի 10 անգամ ահազանգ ենք տվել, ոչ գալիս են, ոչ նայում են, ոչ միայն 10 Հա, այդ ահազանգը որ ասեցին։ Ու հիմա 15 օր էս կա։ Ու ահա, չգիտեմ, էլ արդեն ասելու ամենակարևորը, որ դպրոցի երեխեքը մոտ 700 աշակերտ թռնելով անցնում է, մտնում է դպրոց ու դուրս է գալիս։ Լավագույն բարեբախտաբար հիմա փակվեցին։ Ամենագեղեցիկներն է, որ ասոցացվում են կոյուղած ջուրը, սպիտակ կապույտ փուչիկներով 3 օր առաջ վերջի զանգ էին անում։ Մարդիկ անցնում էին թռնելով ու ներսում։ Այս վիճակով վերջին զանգ։ Ամենացավալի եւ ամենա տեսեք ուր է հասել, քանի անգամ մատանապես են եղել։ Տեսեք ուր է հասել ջուրը դեպի արդեն Մեգամոս փողոցն է հասել։ Մեգամոլ է հասել։ Հա, գնում է։ Իսկ քաղաքապետարան նշեցիք, դիմել եք Դիմել են, այո, դիմել են։ Ինչ են պատասխանում։ Ահազանգը տրվել է Վիոլա ջրին, քաղաքապետարանին եւ կոնկրետ ասենք, բոլորի փոխարեն չենք կարող խոսելով ակալ։ Ահա, խնդրեմ։ Դեռ ասում են գիտենք ու վիճակն էս է, բոլորն է գիտեն։ Այսինքն այս կոմպիլամենտացը որ մենք չի որ անտեսված է, բոլորը ինչքան բնակիչ կա։ Մեր այս հատվածը ավելի ահավոր հնարավոր չի պատահում։ Բայց նշում եք անտեսված չի, բայց քանի ազի ջան, լուբոր հարցը։ Գալիս է։ Մի հատ էլ շենքերի վիճակը նայեք, կամ կռիչների վիճակը նայեք։ Ոչ մի բանը կարգավորված չի, շատ անտեսված թաղամաս է։ Կայացել, ոնց որ երևի այստեղ բնակիչներ չեն ապրում։ Գիտեք, անտեսված ասած ի նկատի ունենք, եթե 4 օր առաջ անձամբ ես ահազանգել եմ Վիոլա ջուր, 4 օր առաջ անձամբ ես եմ ահազանգել Վիոլա ջուր։ Եթե 4 օր անցել է եւ որևէ հետևանք կարգավորում չկա, բնականաբար կարող է հետևություն անենք, որ անտեսված։ Նկարեք ոնց էր անցնում։ Տեսեք ոնց են անցնում մարդիկ։ Երեխան գրկեց փոքրիկ։ Ուրիշ տարբերակություն են անցնելու մարդիկ։ Տեսեք, երեխա են չեն հասկանում, կիսա ոտերով մտնում են մեջը, գնում են այս հակասանիտարական վիճակը։ Գրկելով են երեխեքին անցկացնում ամեն առավոտ, ես գրկելով տանը բերում եմ մեր երեխային։ Հղի աղջիկ պետք է գրկի որ անցնի վիճակով։ Չեն է հասկանում, գալիս են մտնում են մեջը, այդպես կեղտոտ ոտքերով է գալի տուն, ամբողջ տունը էլ չասեմ ինչա կատարում։ Ափսոս որ մի քիչ ունեն ժամի չեք եկել, որ բնակիչները տանը լինեին ու կտեսնեիք ինչքան դժգոհություններ։ Ձեզ բան է, պատասխանը, այսինքն դեռևս այդ 1 տարվա ընթացքում պատասխան չունենք, ոչ մի բան եկել են, բայց ոչ մի բան չեն գալիս են գալի կանգնում են, նայում են, գնում են։ Ոչ մի Միանում են գնում են դուխլ հոտը։ Ես ոնց որ զանգել եմ ասել
հիմա ձեր համարներն ենք վերցնում, գրանցում ենք, այսա գործին ընթացք ենք տալու, այդ գործին ընթաց տալը որն է, որ 4-5 օր ու էսի մի քանի օր առաջ նույն դեպքը եղել է։ Եղել է, որոձի բողոքելով հասցրել ենք նրան, որ եկել են, սարքել են նորից մի վիճակ։ Ուրեմն չեն անում։ Գնում է երեք մի քանի շենքեր չում են, նորից գալիս է լցվում աստեղ։ Հետո ստե փակվում է այնտեղ լցվում, ես չեմ հասկանում։ Հիմա ես չգիտեմ, օրինակ, եթե ասենք նա քաղաքական գործիչի տանդեմը սենց է լինի, այս վերաբերմունքը ցույց կտան, սա ունեն մարդ։ Բայց իրանց մոտ ո՞նց կլիս էս բանը։ Հա, ես միջև դա ֆիքսել եմ մի քանի։ Այդ նույնը պատկերացրեք, որ երեխեքը ստեղծվելով մենք հիմա մեծ ենք, ասենք գողում ենք, այս բնիկ հզգած հեռու կայնա, երեխեքը չէ, չեն էլ հասկանում, այդ նույն կեղտաջուրը տալիս է երեխեքի վրա։ Ահենա, նայք երեխեքի, նայք։ Բայց ոնց են անում, որ խնդիրը ինչի հետ են կապում, որ հիմնահատակ այսպես չեն վերացնում։ Մասնագիտական նայում են պետք է նայեն, մի օրվա չի, մի տարի է նույն վիճակն է։ Գնում է, մեկ էլ տեսնում ես իրան դադարեց էս։ Նորից էլի եկել եմ մի տարուց ավել աստե այդ նույն գործողությունը ժամանակ առ ժամանակ տենում եմ։ Այդ նույնը անցնում է մեկ է մի քանի օրից նորից նույն վիճակ ու այդ ամենավատն է նա որ ամռան տևական ժամանակ այս վիճակն է ու չի կարելի սենց Միջև վերջ գնում է ոնց հասկացա միջև Այսինքն միայն դուք չեք բողոքում, նաև այն կողմի բնակիչներն է հավանաբար Սա 25.2-ն է, մյուսները որն են 25.1, 25-ը, մյուսը Եկեք քայլելով իջնենք ներքևն էլ ֆիքսեք, որ ընդդեղից ընդհանրապես անցնել հնարավոր չի Այո, եթե 15 օր այս ջուրը գետակի պես խոսում եմ, արտոտոտվեք ջուրը հələ նկարեք իր ձևով ու հողի տակից նայեք Եթե 15 օր այսպես գալիս է ոնց կլինի նա բայց այս ջուրը մինչև որտե կհասնի Ինչի որ ասես գնում է Դպրոց չկա երեխեքը չին գնում դուք դեռ տեսնեիք ասենք փուչիկների արկայությունն ու կեղտաջուրը ասոցացվել էր իրար հետ չի կարելի սենց տեսեք հլնդեղ իջնել հնարավոր չի դուք նայեք մենտեղից որ տեսնեք ինչ մեծ լիճ է դարձել արդեն այնքան է գնացել որովհետև արդեն 4-րդ օրն է սենց գնում է 4 օր է սենց 4 օր ես կամ ուրբաթ կամ 5 շաբթի օրն եմ զանգել դա չեմ հիշում հիմա ու այդ ընթացքում ոչ մեկ չի մոտեցել ինչքան հիշում եմ ուրբաթ օրն եմ զանգել Տեսեք ուր է հասնում մինչև ու Այսա մի հատ մեքենա որ անցնի կտեսնեք Տեսեք այն կողմով են մարդիկ անցնում Ես Արցախից եմ մի տարի կեսա մոտորապես ստե եմ այսինքն 23 թվից եմ ստե այս նույն իրավիճակը ամեն անգամ տենում ենք նույն իրավիճակը հա կրկնվում է ոնց որ իրանց համար էդի հաճելի լինի թող փորձեն Տիգրան Ավինյանի տանդեմը այդքանը կատարվի տենանք մի րոպեի մեջ չեն վերացնի մենք էլ ենք մարդ ոնց որ ինքն է մարդ իրան ընտրողներն էլ այս ժողովուրդն են եղել թող հասկանան որ չի կարելի ստա երեխա է մեծանում մեծ տարիքով կին է հիմա այն կնիկը ընդդողանցնողից են գաշահոտը զգում է դա սա հիվանդություն է եթե հասել է նրան որ պետք է ազգին այս ձև կոտորեն պետք չի Մամալակելու տանջեր է ու ասում եմ ամենասովորականը դուռը բացում ես պատուհանը բացում ես որ մեկին խոսքից տենաս կամ չգիտեմ մաքուրոտ մտնի մաքուրոտի տեղը էս գարշահոտն է մտնում Վերջապես կարելի է բերել են Տուրուբեկ են փոխել մի քանի ամիս առաջ Բորոզի Տուրուբեկ են փոխել սա պետք է տոշնի լիներ քանդել էին քանդել են սարքել են Բորոզի իրանց արևին բայց չէ չեն սարքել բայց ասա որ համանատիրությունը չկա հա դա է շեշտի դա էլ չկա ու բացի դրանից որ սարքել են դառնում է որ չեն սարքել ուղղակի իրաց Տուրուբեկը պետք է ծախվեր
Էդ էր։ Ոչ մի բան դրա դիմաց չեն անում։ Իսկ այդ նշեցիք, որ մոծակներ էլ կան, բայց եթե սպարագային մոծակները կծեն, շատ հնարավոր է, որ ինչ-որ ինֆեկցիոն հիվանդություն։ Հիմա այս սրանք, այսօր սաղորը ես քորում էի։ Ու էդի չի լինում։ Եթե էսի չի լինում։ Սևես մլակ էս դե արդեն բարձա։ Ամբողջ օրը խանութում քորանելով վազում։ Դա արդեն գալիս է քո դրած կերակուրի, քո հացի, քո բան կամ բերանտը մտնում։ Դες մենք միանգամից Խանութից մոտ արի խոսա։ Հələ հոտը մի կողմից, ու այդ ծեր մլակներն էլ սրա մի կողմից։ Հա, դու էլ արի Ահա ցանցնել անգամ։ Պատիհանի ցանցերը որ ունենք, դա էլ չի օգնում։ Абսուրդ վիճակ է։ Ընդունում ենք, հասկանում ենք, որ 100 տարվա ոչինչ չէ։ Ուղղակի մի քիչ գոնե զանգելուց հետո կարելի է գալ, գոնե մի 10 օրով գոնելի։ Մի քիչ կրճատել կարողանալ։ Էդ էլ չի, ուշադրություն չեն դարձնում։ Ասեք, դուք էլ խանութ ունեք, հա։ Խանութ ունեմ, հոտը լրիվ էս գարշահոտ էս, վատ հոտերը ժողովուրդը վախում են, որ մտնեն խանութ, արագ սենց Հաբա Իսկ ինչ խանութ, հա, մթերքի։ Հա, մթերքի խանութ, հա։ Հիմի ես այս պահին հոտից ու գարեղանց նստած եմ, այնքան վատ եմ։ Ով կարա մտնի խանութ, սա վախում են։ Այդ հոտից սենց արագ փախչում են։ Խայտարակություն ա լրիվ։ Այսօր ով եկել ա լրիվ համարը վերցրել են, որ զանգենք։ Բայց բոլորն են զանգում, բայց ամբողջ օր զանգել են։ Խնդրի համար գիտենք, որ գիտենք, ընդունում ենք աշխատանքը, պիտի կատարվի, մի տեղ չի, ամբողջ քաղաքը լուկեր էս վիճակն է, բայց ամենայն դեպս այս կոյուղին, այս պայմանությամբ, մենք արդեն մի վիճակի չենք, ամառվա այս շողը, գոնե անձերներն եկավ, մի քիչ մաքրեց տարավ, հիմա եթե սա էլ բարոստերով գան սարքեն, բայց կեղտահոտը չենք իմանում ինչ պիտի լինի, հիմա սպասենք, որ նորից խնդրենք անձեր լինի, գոնե գայտ լավ մաքրի կարողանաս ես մոծակ մլը, ինչ ասես կա, չես կարողանում։ Ամենավատն է ճանապարհի ինքը քանդված ջրափոս էր դառնում։ Այդ ամենավատն է։ Մեքենան ասնելուց սովորական խանութ է, դպրոցի դեմն է։ Ասնելուց չլը տալիս է սա այն որ էս տեղով պետք է անցնի մի բան էլ տարածվի։ Բայց ասֆալտել է շատ ուժեղ անում էլի։ Իրանց ասելով ասֆալտ են անում, սա ջրափոս էր, հիմա որ դուք նկարեցիք տեսակ է։ Այ այսքան փոս էր կա։ Ու ասում եմ սովորական, ոչ երեխեքն են կարող ասնեն, ոչ մենք ենք, չգիտեմ, մի քանի։ Հա, բայց փոսը լավ չեն լսում էլի, այս ջրերն էլի գալ։ Այնքան փող են կուլ տալի, այնտեղ չեն հասցնում նորմալ մաքրեն։ Բայց որ մի հատ քանդելու բան արնում, վարքյանական գալիս են քանդում, հոտ գնացինք։ Թող այդքանը ինքն էլ տենա, այդ մարդիկ էլ տենան, չգիտեմ, Փաշինյանն է տենում, թե Ավինյանն է տենում, հասկանա, որ ի տարբերություն իրանց մենք մարդ ենք։ Մենք մարդ ենք, ոչ թե իրանց նման, չգիտեմ, կեղտոտ կյանքով ենք ապրում։ Թող ինչի համար տան, չեմ հասկանում, ոչ մի բան չես ակում։ Մեկը զիբիլի փողը չի տալիս, քիչ ամոնում կուլ տա մարդու, չգիտեմ, ուր են Բայց որ հասնում է, որ մեր համար պետք է ինչ-որ մի բան անեն, որ գոնե ինչ-որ չափով նորմալ մարդավարի ապրենք, այդ պարագայում մարդին չկա, նայեք, մեքենան կարագանցում է, տեսեք ոնց է, չլմփալ են գնում, ու էդի ընդեով պատկերացեք մարդը անցնում, մարդը դեմից փախնում է, ջրերի միջով, այդ կեղտաջրերի միջով վազելով փախնում է, որ երեսին չտա, շորերին չտա, այդ նույնը հակասանիտարական ամենամեծ պատմությունն է դառնում, որ մարդը այդ կեղտոտ ոտերով մտնում է իրանց տունը։ Ավելացնելու բան ունեք ինչ-որ դիմելու։ Ավելացնել ունենա, որ նորից եմ ասում, իրանք մտածեն, որ իրանց տան դեմը տենց է լինել, ոնց կանեն։ Ուրիշ բան չէ, հետո ասելու։ Կան վերացնեն, ամոթ է, ուղղակի չի բռնում, էլի Երևանի մեջ սենց է։ Որ ուզենան կամ երեկոյան էլ լինի, կարող են գալ գոնե այս վիճակ անել։ Ուղղակի խնդրում ենք մի հատ հետևողական լինեն, այս հարցին մի քիչ արագ լուծում տա։ Մնացածը էլ ինչ ասել։